Հոկտեմբերի 4-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն է դիմել մի կին և հայտնել, որ Օդնոկլասնիկի ռու սոցիալական կայքում Հենդո Դրիգո կեղծանունով հանդես եկող մեկը նույն կայքում իր և իր հարազատների նկարներով ստեղծել է կայքէջ, որտեղ տեղադրել է իր հեռախոսահամարը և վիրավորական արտահայտություններ։ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում մասնավորապես պարզվել է Հենդո Դրիգո կեղծանունով հանդես եկողը սոցկայքում ծանոթանալով վերոհիշյալ կնոջ հետ նամակագրություն է վարել, այնուհետև կինը դադարեցրել է վիրտուալ երկխոսությունը, հեռացրել կեղծանունավորին ընկերների ցուցակից, ինչին սակայն հաջորդել է շանտաժը։ Եթե կինը չշարունակի շփվել, Հենդո Դրիգոն սպառնացել է վնասել նրա դստերը։ Ինտերնետային շփումը վերածվել է հեռախոսազրույցի։ Մի քանի անգամ զրուցելուց հետո կեղծանունավորին հաջողվել է կնոջը ներքաշել երկխոսության մեջ։ Հետևել է երկրորդ շանտաժը։ Որոշ ժամանակ անց Հենդո Դրիգո կեղծանունով հանդես եկողը կնոջն ասել է, թե ձայնագրել է իրենց խոսակցություններն ու պահանջել է $3000 գումար։ Ձայնագրությունները համացանցում չտարածելու, կնոջ ամուսնուն ու մտերիմներին չուղարկելու դիմաց։ Երբ գումարի չափի մասին վերջնական համաձայնության են եկել, Հենդո Դրիգոն պահանջել է զոհից իր նշած բանկից $1000 փոխանցել նույն բանկի Գյումրու մասնաճյուղ Ոման Պետրոսյանի անունով։ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները համագործակցելով Շիրակի մարզային վարչության Մուշի բաժնի ոստիկանների հետ իրականացրած միջոցառման արդյունքում գտել են $1000 հասցեատիրոջը, որն իր հերթին բացատրություն է տվել, որ դրամը ստանալու հարցով իրեն է դիմել Ոման Նարեկ, ում երբեք չի տեսել և ում հետ ծանոթացել է նույն Օդնոկլասնիկի ռու սոցկայքի միջոցով։ Նա պիտի ստանար գումարն ու փոխանցեր երրորդ անձի անունով։ Ահա այստեղ ի հայտ էր գալու այս պատմության ինտրիգը։ Պարզվել է Ոման Նարեկի ով լինելը՝ Նարեկ Արայիկի Պեպանյան։ Պարզվել է նաև, որ 27-ամյա Պեպանյանը 2011 թվականին դատապարտվել է ազատազրկման և պատիժը կրում է Կոշ քրեակատարողական հիմնարկում։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Իրավապահները կասկածներ ունեն, որ Հենդո Դրիգո կեղծանունով հանդես եկած Նարեկ Պեպանյանի նմանօրինակ գործողություններից հնարավոր է տուժած լինեն այլ քաղաքացիներ ևս, որոնք կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին։ Քննությունը վարում է Նոր Նորքի քննչական բաժինը։